Գեներալ Հայկ Բաբայանը ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատար ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Դրանից մեկ օր անց նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար։ Բաբայանը գեներալ-մայորի կոչումը ստացել էր վերջերս 2024 թվականին։ 2018 թվականից ի վեր 44 բարձրաստիճան զինվորականներ են ստացել գեներալ-մայորի կոչում, սակայն շատերի համար գեներալի ուսադիրը դարձավ ոչ թե կարիերայի գագաթնակետ, այլ տարավ դեպի պաշտոնակություն, քրեական գործեր ու քաղաքական դիմակայություն։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերը։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն գնդապետ Արտուր Գագիկի Վանեցյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Հեղափոխությունից հետո ԱԱԾ տնօրեն նշանակված Արտուր Վանեցյանը գեներալ-մայորի կոչում ստացավ 2019 թվականի հուլիսին, սակայն ընդամենը 2 ամիս անց նա սկանդալային հայտարարությամբ հրաժարական տվեց դառնալով իշխանության ամենաակտիվ ընդդիմախոսներից մեկը։ Դեռ առաջին նախագահի շրջանից պետության առաջին դեմքի թիկնապահ և լիազորի պետ Գրիգորի Հայրապետովը գեներալ-մայորի կոչումը ստացավ Արտուր Վանեցյանի հետ նույն օրը 2019 թվականի հուլիսի 3-ին, բայց շատ շուտով վարչապետի միջնորդությամբ զորացրվեց և մահացավ 2022 թվականի հունվարի 1-ին։ Գրիգորի Խաչատուրովը գեներալ-մայորի կոչում ստացավ 2019 սեպտեմբերին։ Նա այն 40 զինվորականներից էր, որոնք պահանջեցին վարչապետի հրաժարականը, ինչից հետո ձերբակալվեց փողերի լվացման մեղադրանքով ու շատ ամիսներ անցկացրեց կալանավայրում։ Պարոն նախագահ, զինված ուժերի հրթիռային զորքերի հրետանուպետ վարչապետ գնդապետ Հարությունյանն ներկայացել է հերթական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ։ Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ Արմեն Հարությունյանը գեներալ-մայոր դարձավ 2019 հոկտեմբերին։ Նա ձերբակալվեց անորակ զինամթերք ընդունելու մեղադրանքով, որոնք կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։ Հարությունյանը չի ընդունում մեղադրանքը։ Ջիրայր Պողոսյանը գեներալ-մայորի կոչում ստացավ 2020 թվականի հուլիսի 7-ին, նշանակվելով առաջին բանակային կորպուսի հրամանատար։ Արդեն 1 տարի անց 2021 օգոստոսին նա առանց մեծ աղմուկի ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Անդրանիկ Փիլոյանը գեներալ-մայորի ուսադիրներ ստացավ 2020-ի հուլիսին, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում արժանացավ ազգային հերոսի կոչման։ Հերոսի կարգավիճակը սակայն չխանգարեց, որ նա արդեն որպես արտակարգ իրավիճակների նախարար ձերբակալվի կոռուպցիոն մեղադրանքներով և ազատազրկվի։ Արտակ Բուդաղյանը, որի անունը հանրությանը հայտնի էր դեռ 2013-ի Գորիսի դեպքերից, գեներալ-մայորի կոչում ստացավ 44-օրյա պատերազմի թեժ օրերին։ Նա այսօր էլ շարունակում է ծառայությունը, զբաղեցնելով հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը։ Էդվարդ Ասրյանը գեներալ-մայորի ուսադիրները ստացավ 2020-ի հոկտեմբերի վերջին պատերազմական գործողությունների ընթացքում։ Նա այն եզակի գեներալներից է, որը չնայած 2021-ի փետրվարին վարչապետի հրաժարականը պահանջող 42 զինվորականներից մեկն էր, կարիերայի վերելք ապրեց և այսօր զբաղեցնում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ 44-օրյա պատերազմի օրերին ազգային հերոսի կոչմանն արժանացած փայլուն հրետանավոր Գարեգին Պողոսյանը գեներալ դարձավ 2023 թվականին։ Նա այժմ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարն է և շարունակում է ծառայությունը զինված ուժերում։ Երրորդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Արշակի Ցականյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Ալեքսանդր Ցականյանը նորընծա գեներալներից է մեկ, մեծ աստղով ուսադիրները ստացել է 2024-ի մայիսին։ Նրա անունը հանրայնացավ հատկապես Տավուշի սահմանազատման գործընթացում ունեցած ակտիվ ներգրավվածության շնորհիվ։ Նշված անձիկ 10 էր վերջին 7 տարում գեներալի-մայորի կոչում ստացած 44 հոգուց։ Այս օրինակները թերևս վերջին շրջանում հանրային հնչողություն ձեռք բերածներն էին։ Բարձրաստիճան զինվորականներից շատերը պարգևատրվեցին պետական բարձրաստիճան շքանշաններով, մասնավորապես մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով պարգևատրվեցին գեներալներ Անդրանիկ Փիլոյանը, Արտակ Բուդաղյանը, Արայիկ Հարությունյանը և Գրիգոր Խաչատուրովը։ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ազգային հերոսի կոչմանն արժանացան Անդրանիկ Փիլոյանը, Տիրան Խաչատրյանը և Գարեգին Պողոսյանը։ Տիրան Խաչատրյանի դեպքը ստացավ քաղաքական հնչեղություն։ Պաշտոնից աղմկահարույց ազատվելուց հետո գեներալ լեյտենանտը չմասնակցեց պարգևատրման արարողությանը։ Աննա Հարությունյան, Reopen Media։